այդ խնդրեմը կա։ Պարոն Սարգսյան, ես ճիշտ եմ հիշում, որ մենք բանակում էլ պայմանագրային զինծառայության անցնելու տարիքի էլի 35 սահմանափակում ունենք։ Այո, ճիշտ այդպես ունենք սահմանափակում։ Ինչի համար։ Էլի նույն պատմությունն է։ Էլի հասկանում եք, եթե էլի եմ ասում, եթե մենք անձի վիճակը, ֆունկցիոնալությունը գնահատելու օբյեկտիվ համակարգ ունենանք, բոլոր խնդիրները կլուծվի։ Այսինքն 40 տարեկանը կարա լինի մայոր, չէ՞, կարա լինի, մենք չենք արգելում, բայց չի կարա լինի պայմանագրային շարքային զինծառայող, ինչի չի կարա լինի։ Եթե իր ֆիզիկական տվյալները բավարար են, ինչի չի կարա լինի։ Ու հետատարօրինակ է, որ մենք սրա մասին չենք բանանում, չենք խոսում։ Չնայած խոսում ենք, ընդեղ էլ ենք խոսում, բայց էլի շատ դժվար է այդ երկար կարծրացած բաների հետ։ Եկեք մտածենք բանակում էլ այդ նույնը անենք։ 40 տարեկան մարդ է, 45 տարեկան մարդ է, պայմանագրային զինծառայող մանավանդ 5 տարով ենք, չէ՞ մենք պայմանագրերը կնքում։ Շնորհակալություն, մենք որոշակի փոփոխության արդեն ենթարկել ենք, բայց ցեզ էլ նամակներով գիտեմ, որ դիմում են, օրինակ կար, որ 45-ը լրացել էր եւ տարիքի բերումով հնարավոր չէ ծառայության ընդունել։ Այո, նաեւ քաղաքացիներ կան, կանայք կան, որ դիմում են ոստիկանության համար էլ, բանակի համար էլ, ասում եք, գնում եք տարիքը այդպես իրոք պարզ չի։ Հիմա եթե ոստիկանության դեպքում պարզվել է, որ սա հնարավոր է, բանակի դեպքում ինչու հնարավոր չի։ Եկեք եթե գնում ենք, արդեն կառավարությունը փաստորեն օրենսդրական նախաձեռնություն եկել հասել է կառավարության նիստ նշանակումա գնում ենք, եկեք բանակում էլ նույնը անենք։ Ստեղ խնդիր է, բայց նաև հասկանանք, որ այդտեղ ռիսկը բացում ենք եւ այդ ռիսկը պետք է կառավարենք անձի ֆունկցիոնալության գնահատման օբյեկտիվ համակարգ ունենալը։ Դրանով մեր բոլոր հարցերը կլուծվեն։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հարց համար 29